Ահա։ Վերադարձանք։ Սոնան ասում էր արի, նոր ասում էր արի։ Ասում էր ալո։ Հա։ Մնացածը հիմա կարող ենք մենք ասել հեռուստադիտողները։ Արի ուզում էր ասել, եթե ասում էր Արի հիշենք, մենք եկել ենք, որպեսզի հիշենք եւ հիշեցնենք։ Առավոտյան խոսում ենք Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության առաջարկած մշակութային մի հնարավորության մասին, որտեղ մասնավորապես դասական երաժշտական քոլեջների ուսանողները կարող են դիմել եւ մրցույթի փառատոնի միջոցով բացահայտել իրենց հնարավորություններն ու ուժերը, իսկ հիմա խոսելու ենք կրկին նույն նախարարության առաջարկած մեկ այլ տարբերակի մասին, թե ինչպես կարող են երիտասարդները իրենց գաղափարներով փորձել զարգացնել համայնքը։ Այս դեպքում անկախ մասնագիտությունից, անկախ ոլորտից, միայն պետք է գաղափար, որպեսզի եւ անկախ սեռից, այո, անգամ խրախուսվում է շատ հաճախ հենց կանանց ու աղջիկների մասնակցությունը։ Երիտասարդական ինչ նոր հնարավորություններ կան, ինչ ծրագրեր են իրականացվել նախկինում Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության կողմից, կիմանանք հենց հիմա։ Ես տապեմ արդեն սիրով ներկայացնեմ մեր տաղավարում է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանը, բարի լույս, եւ մի շատ հետաքրքիր ծրագրի շահառու Սուրեն Մխիթարյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք ու որտեղից կուզեք սկսենք մեր զրույցը։ Թերևս սկսենք անցած տարվա թե այս տարվա ծրագրից։ Թե ընդհանուր նախարարության տեսլականից։ Այո, տեսլականից։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար, ուրախ եմ տաղավարում գտնվելու, սա եւս մեկ հնարավորություն է նախարարության ծրագրերը լուսաբանելու եւ ավելի թիրախային հանրությանը հասցնելու մեր նպատակներն ու նաեւ դրա միջոցով կարողանանք շահառուների թիվը ավելացնենք։ Երևի թե սկսենք նախարարության ընդհանուր նպատակից, հա, մենք այսօր խոսելու ենք սոցիալական ձեռներեցության խթանմանն ուղղված նախարարության կողմից, մասնավորապես երիտասարդության հարցերի վարչության կողմից առաջարկվող ծրագրի մասին, որն ամենամյա բնույթ ունի եւ ամեն տարի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ նպատակ ունենալով ստանալ լավ գաղափարներ սոցիալական ձեռներեցության խթանմանն ուղղված մտքերի գաղափարների եւ կազմակերպությունը, որը որ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում, առաջարկում է իր տարբերակով խթանել սոցիալական ձեռներեցությունը եւ անում են տարբեր ծրագրեր։ Մեր նպատակը որն է, հա, մենք ուզում ենք, որ համայնքներում երիտասարդներն ակտիվանան, համայնքներում երիտասարդները կարողանան կապվել իրենց համայնքի հետ եւ սեփականատեր զգալ համայնքի խնդրի նկատմամբ եւ փորձեն խնդիրներին լուծում առաջարկել եւ որպես առաջնորդ դրսեւորվեն։ Ինչա տալիս սոցիալական ձեռներեցություն, ինքը ակտիվացնում է բացի բիզնես գաղափարներ գեներացնելուց, նաև ինքը անպայման պարունակում է սոցիալական կոմպոնենտ եւ ասում է, որ պիտի համայնքի որևէ սոցիալական խնդրի լուծման նպատակով առաջարկի որևէ բիզնես գաղափար, որի ստացած եկամուտը կուղղի այդ խնդիրների լուծմանը։ Սա կարծում եմ մեր երիտասարդական քաղաքականության շրջանակներում կարևորագույն գործիքներից մեկը կարող է լինել երիտասարդին ակտիվացնելու եւ դեպի համայնքի հետ կապելու ուղղված։ Այդ նպատակով տարբեր տարիներին տարբեր գաղափարներ են իրականացվում եւ ասում ենք, որ պարտադիր ուզում ենք, որ առնվազն 100 երիտասարդի շրջանակներում իրականացվի ծրագիրը, այսինքն առնվազն 100 երիտասարդ ծանոթանա սոցիալական ձեռներեցության սկզբունքներին, մոտեցումներին եւ կարողանան մտքեր առաջարկել եւ առնվազն 10 նախագիծ ֆինանսավորվի, որ հետո տեսնենք արդյոք շարունակականություն հնարավոր է եղել պահել, թե չէ նախագծերից։ Եվ փառք Աստծո մեզ դա հաջողում է, ամեն տարի մենք ունենում ենք 10 նախագծերի ֆինանսավորում եւ հետադարձ կապով, որ հետաքրքրվում ենք շարունակականություն կա թե չկա, այսինքն տեսնում ենք, որ որոշ նախագծեր նաեւ մեր ծրագրի ավարտից հետո սկսում են որպես բիզնես կայանալ։ Մենք դրա վառականատեսներն ենք, քանի որ օրեր առաջ էլ Տիկին Ասլանյանի հետ էինք զրուցում մեկ այլ շատ հետաքրքիր ծրագրի շրջանակներում։ Հիմա ուզում ենք հասկանանք Սուրենը որ ծրագրի շահառուն է հանդիսացել, այդ ինչ գաղափարով եւ այդ ինչ դրամաշնորհ է նա ստացել։ Սուրենը նախանցած տարվա մեր դրամաշնորհային ծրագրի հաղթող կազմակերպությունն է Քոդե սոցիալական ձեռնարկատվության հաբ։ Հա, երևի ավելի մանրամասն։ Չէ, ծրագրի անունը որպեսզի ձեզ էլ դժվարություններ չստեղծի։ Մեր կազմակերպությունը կոչվում է Քոդե սոցիալական ձեռնարկատվության հաբ, կարճ ասում ենք Քոդեսի հաբ։ Ու մեր նպատակը հենց սոցիալական ձեռնարկատվության առաջխաղացումն է, ու մենք ոնց որ սկսել ենք շատ համայնքների հետ աշխատել, ու ընդ որում արդեն սկսել ենք դպրոցների հետ աշխատել, դպրոցներում ունենք խմբակների ծրագիր,
քոլեջներում ենք աշխատում երիտասարդների հետ։ Ու կոնկրետ նախարարության կողմից որ հայտարարվեց էլի այդ մրցույթում մասնակցեցինք, մեր համար շատ հնարավորություն էր մեր ոնց որ ազդեցություն էլի ավելի ընդլայնել։ Ու կոնկրետ օրինակով մենք ինչ արեցինք, որ 100 երիտասարդի համար արեցինք ոնց որ մի քանի օրյա դասընթացների շարք։ Ու բացի դրանից նաև ստեղծեցինք ոնց որ on-line հարթակ, որտեղ մեր մոտեցումը ինչն է, որ ասում ենք շատ լավ, հիմա ծրագիրը կա, 100 երիտասարդ կարող է մասնակցել, բայց նախարարության հետ քննարկում ենք ոնց անենք, որ ավելի շատ մարդու նույնիսկ կարողանանք էլի ոնց որ ազդեցություն ունենալ։ Ու արդյունքում on-line հարթակ նաև ստեղծեցինք։ Իր միտքը ինչն էր, որ մեր երիտասարդները, այդ 100 երիտասարդը իրենք նույնպես անցնում են on-line կուրսը, բայց ցանկացած երիտասարդ հենց հիմա կարող է ոնց որ մտնել մեր codesihub.com կայքը, որտեղ ոնց որ on-line կուրսի կտոր կա, որ կարող են ամբողջությամբ անցնել։ Այնտեղ կան վիդեո դասեր, կան կարդալու նյութեր, կան հանձնարարություններ, որ մարդը թեկուզ եթե դասընթաց չմասնակցի, կարողանա ոնց որ հասանելիություն ունենալ, հնարավորություն ունենալ դառնալ սոցիալական ձեռնարկատեր։ Ու մեր համար ամենակարևոր բանից մեկն է, որ մարդիկ հասկանան, որ պետք չի պարտադիր ծնվել ձեռնարկատեր, բնականաբար մարդիկ կան, ովքեր որոշակի հմտություններով ծնվում են արդենից, չեմ գենետիկորեն է գալիս, միջավայրն է նպաստում, չեմ բիզնեսմենի ընտանիքում է ծնվում, բարձր իրենց ավելի հեշտ է։ Բայց մյուս երիտասարդով, որ օրինակ ինչ-որ համայնքում է, որոշակի երազանք ունի, իրենց ոնց որ նույնպես էլի շատ հետաքրքիր, շատ անգամ շատ քիչ ոնց որ քաջալերանք կա պետք, ուղղակի իրենք պետք է հավատան, որ նույնպես կարող են դա անել, ու մենք ոնց որ դրա օրինակն ենք, ինչ որ փորձում ենք էլի ստեղծել իրենց համար։ Ու այդպես երիտասարդի համար հենց ինքը կրթական ծրագիր էր, այսինքն մենք փորձում ենք ու ընդ որում Արմենի ասած ծրագիրը բոլոր մարզերում էր էլի, այսինքն բոլոր մարզերից, այդ թվում նաև Երևանից ունենք ոնց որ 100-ից ավել էլի ընդ որում երիտասարդներ, բայց մեր on-line կուրսը ասենք մի քանի 100 հոգի արդեն անցել են, այսինքն այդքան 100 երիտասարդներ արդեն վերապատրաստվել են։ Իրանք ինչ են անում, որ ծանոթանում են ընդհանրապես ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը, իրենց համայնքներն են ուսումնասիրում, որպեսզի խնդիրները հասկանան, հնարավորությունները հասկանան, դրա վրա մշակում են գաղափարներ, բիզնես պլաններ, մարքեթինգի պլաններ, ֆինանսական պլանավորում եւ այլն, եւ արդյունքում սկսում են իրենց ձեռնարկությունները գործել։ Դուք ստեղծում եք այն միջավայրը, որտեղ պետք է ձևավորվեն երիտասարդների այն գաղափարները, որոնք հետագայում պետք է դառնան մասնակիցը նոր նախագծերի եւ առաջարկների, որը տալիս է այս դեպքում նախարարությունը։ Ինչպես կարող են երիտասարդները մարդիկ, որոնք հետաքրքրված են, հետևել նորություններին, որպեսզի որևէ նոր գաղափար բաց չթողնեն։ Նախարարությունը բոլոր ցանկացած ծրագրեր իրականացնելուց առաջ եւ ընթացքում բարբերաբար մեր նախարարության պաշտոնական կայքեջում տարածում ենք տեղեկատվությունը, բացի դրանից նախարարության մեր երիտասարդության հարցերի վարչության ծրագրերի շրջանակներում ունենք Երիտեմ երիտասարդական պորտալը, որը եւս մեր ծրագրերը լուսաբանելու համար ստեղծված կայքեջ է, ու մանրամասն այնտեղ բոլոր միջոցառումների եւ ծրագրերի մասին տեղեկատվությունը տարածում է, բայց սոցիալական ձեռներեցության ծրագրին երիտասարդների մասնակցության մասին առանձին լուսաբանվում է նաեւ արդեն այդ դրամաշնորհային ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից, որովհետեւ ամեն տարի տարբեր ֆորմատով կարող են հավաքագրվել երիտասարդները եւ օրինակ անցած տարվա անդրադառնանք անցած տարվա 100 գաղափարաթոնին, անցած տարի արդեն իսկ ինչ որ գաղափարներ ունեցող երիտասարդական խմբերի ձևավորում էր, ոչ թե գալիս էին սովորելու հետո նոր ձևավորային գաղափարներ, այլ արդեն իրենց գաղափարներով ընտրվում էին այն նախագծերը, որոնք պատկերացրել են ինչա սոցիալական ձեռնարկատիրությունը, այսինքն սոցիալական կոմպոնենտին ուշադրություն դարձրել են, ոչ թե միայն բիզնես նախագծեր են առաջարկել, այլ առաջարկել են ինչի են ուզում այդ բիզնեսը սկսեն, ինչ կտա դա համայնքին կամ սոցիալական որ խնդիրներն իրանք ուզում լուծեն այդ բիզնեսը իրականացնելու արդյունքում, որից հետո իրանց հետ արդեն մասնագիտական խմբով աշխատանքներ են իրականացվել, ավելի լավարկել են ծրագրերը, մրցութային են դարձրել եւ փորձագիտական խումբ կար ձևավորված, փորձագիտական խումբը ընտրել է լավագույն 10 նախագծերին, եթե չեմ սխալվում, Սուրենը անցած տարվա ծրագրի փորձագիտական խմբում եւս ներգրաված էր եւ գաղափարները գնահատողներից մեկն է եղել։ Մենք նաեւ ծրագիրը կապվել էր մեր մյուս նախարարության ծրագրի հետ երիտասարդական կենտրոններից մեկում էր իրականացվում, Ծովագյուղի երիտասարդական կենտրոնում եւ վրանային ճամբարներում էին գիշերակացը ապահովում երիտասարդների, դա եւս իրենց մի կապելու Հուսով եմ տակ եղանակին, չէ։ Չեմ հիշում այս տակ։ Չանձրև եկա ֆորորից մեկը, բայց տակ էր։ բիզնեսմենի հաջորդ հատկությունից էլի, որ դիմական Այս տարի ինչ ծրագրեր ունենք ու այս տարի նախարարությունը ինչ ծրագրով է հանդես գալու եւ գայթակղելու երիտասարդներին։ Այս տարվա մրցույթի արդյունք հայտարարությունը բացվելու է այսօր
Օրվա երկրորդ կեսին արդեն կտեսնենք քանի նախագծեր ունենք դիմաց, քանի կազմակերպություններ Եվ երիտասարդ ասելով մենք մինչև 35 տարեկան ենք։ Այո, 13-ից 35 տարեկան երիտասարդ ենք համարում։ Դու կմասնակցես, ոչինչ։ Ես մեր թիմի անունից ասեմ ինչն է ուրախացնողը, որ հատկապես փոքր տարիքի երիտասարդներից ստացված գաղափարները շատ փայլուն են լինում ու շատ հետաքրքիր։ Դա նրանց երևակայությունը շատ լավ է լինում։ Երևի Տիկին Ասլանյանը անցած տարվա 100 գաղափարից է պատմել մեր 13 տարեկան տղայի մասին, որը շատ գազի արտահոսքի հետ կապված որ նախագիծեր առաջարկել, որ ոնց բացահայտեն, որ արտահոսք կա, կանխեն եւ այլն, ստեղծել էին հատուկ սարք։ Անգամ մեր հեռուստադիտողները եւի կհիշեն, մենք ցուցադրել ենք այդ սարքը մեր տաղավարում, այո։ Եվ երբեք չենք նկատում նույն ողջևորությունը, ինչ որ տեսնում ենք այդ փոքր տարիքի երիտասարդների, մեր համար իրենք արդեն երիտասարդ են, երեխա չենք ասում, փոքր տարիքի երիտասարդների ողջևորությունը, կարծում եմ դա կարող է շատ ավելի մեծ հետագայի համար, հա, արժեք ունենալ, որովհետև ինքը ողջերված է, թե ինչ որ արդյունքի հասավ, հետևից գնալու է շարունակությունը ապահովի։ Միանշանակ։ Ու այսօր ինչ է մեկնարկվում։ Այսօր կբացենք, տեսնենք ինչ են առաջարկում, որ հասկանանք ինչն ենք մեկնարկելու, ես դեռ չեմ կարող ասել, չգիտեմ։ Առաջարկներից է կախված։ Ինչ է պետք մասնակցելու համար։ Ուղղակի ակտիվություն։ Մասնակցելու համար պիտի դրամաշնորհային ծրագիր կարողանան ներկայացնեն, ունենան համապատասխան փորձառություն նմանատիպ ծրագրեր իրականացնելու, սա ոնց որ արդեն կազմակերպություններին վերաբերելի է, որ փորձառություն ունենան, որ պատկերացնենք, ասենք 100 երիտասարդի իրանք ինչ են առաջարկելու, որ ինչ պիտի ոնց պիտի զարգացնեն դա արդյոք կարողանալու են դա անել, թե ոչ։ Կարողանան ճիշտ ֆինանսական նախահաշիվ կազմեն, որ հետո ֆինանսավորման եւ հաշվետվությունների ներկայացման փուլում խնդիրներ չունենան եւ վերջ եւ բարեխիղճ իրականացնեն իրենց ծրագիրը։ Եվ ամենակարևորը հավատան, ինչպես նշեցիք Սուրեն, որ կապ չունի, որ համայնքում եք ծնվել, ինչպիսի հնարավորություններ կան, եթե նպատակը մեծ է եւ կան մարդիկ, որոնք մեկ ուղղությամբ են ձեզ հետ նայում, ապա վստահաբար դուք կհաջողեք։ Եթե ինչ-որ խնդիրներ եւ հարցեր կլինեն, իհարկե կարող եք հետևել սոցհարթակներում եւ պաշտոնական կայքեջում կապի միջոցներին, կապվել նախարարության հետ եւ ստանալ ձեր բոլոր հարցերի պատասխանները։ Շնորհակալ ենք անչափ, առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ձեզ շատ շնորհակալություն, հաջողություն ենք մաղթում, նաեւ այն բոլոր մասնակիցներին, որոնք որ շատ հետաքրքիր էսպես սուր մտքերով հանդես կգան։ Ձեզ լավ օրվա շարունակություն, իսկ մենք շտապենք ելներս խոսքը փոխանցել մեր գործընկերներին, ովքեր շտապում են ներկայացնելու օրվա լրահոսը, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք, մնացեք մեզ հետ։